18-րդ դարից աշխարհը, մասնավորապես քաղաքակիրթ աշխարհը, մտավ ազատության համար պայքարի նոր դարաշրջան։ Միտեղ պայքարը ազգային ազատագրության համար էր ու ժողովրդի մեկ այլ ժողովրդից ազատության ու անկախության համար։ Մեկ այլ երկրում ավելի սուր էր դասակարգային պայքարը եւ մարդու ազատությունն էր գլխավոր նպատակակետը։ Հայ ժողովուրդը լինելով աշխարհի ամենաառաջադեմ գաղափարները արագորեն յուրացնող առաջին ազգերից մեկը, չէր կարող իրեն հեռու պահել ազատատենչության այս նոր հովերից ու մեկուսանալ քաղաքակիրթ աշխարհից։ Մանավանդ, որ իր հայրենիքը մասնատված ու գերված էր երկու իսլամական երկրների՝ Իրանի ու Թուրքիայի կողմից։ Ժամանակը ռոմանտիկներինն էր ու ծնվեցին ազգի ազատության թե գաղափարական, թե զենքը ձեռքին պայքարի պատրաստ մարդիկներ։ Հովսեփ Էմինը 18-րդ դարի հայ ազատագրական պայքարի մեծագույն գործիչներից էր։ Նա իր ողջ կյանքը նվիրաբերեց հայրենիքի ազատության պայքարին։ Հովսեփ Էմինը գաղութահայ կյանքում այն նշանավոր երևելիներից էր, որը սկզբից եւ ետ մտահոգված էր հայ ժողովրդի ազատագրման հարցով։ Հիշենք, որ գաղութահայության ազատագրական պայքարի հիմնական կենտրոնը Հնդկաստանի եւ Ռուսաստանի գաղութահայ համայնքներն էին։ Արդեն 18-րդ դարի կեսից, երկրորդ կեսից ազատագրական շարժումը տեղափոխվեց հիմնականում գաղութահայության շրջանները, որտեղ մոտ 300-ամյա ազատագրական պայքարը իր որոշակի հետքն էր թողել հայության մեջ, կարծես սպառվել էին ուժերը, բանակնացությունը եւ ինչպես նաեւ վաճառականների հոգեվորական միջոցով դեպի Եվրոպա դիմելու եւ Եվրոպայի օգնությամբ ազատվելու բոլոր հույսերը, այդ թվում նաեւ Ռուսաստանի, Իսրայելորից սկսած այդպես լուրջ հետևանքներ չէին թողել։ Բնական է, որ նման միջավայր եւ նաեւ ազատագրական պայքարի հետագա շարունակություն արդեն հայկական միջավայրը չուներ։ Ուստի այն տեղափոխվեց գաղութահայության շրջաններ, հատկապես Ռուսաստան եւ Հնդկաստան, որտեղ կային նվիրյալ գործիչներ, այստեղ հիմնվել էին դպրոցներ, մշակութային խոշոր կենտրոններ, հիշենք, որ զարգանում էր տպագրությունը, Կոստանդնուպոլիս, Զմյուրնիա, այնուհետև Ամստերդամ, Լվով եւ այլն, եւ հա այս ընդհանուր միջավայրի մեջ իր առանձնատուկ տեղն ու դերն ուներ ռուսահայ եւ հնդկահայ գաղթօջախները։ Եվ հնդկահայ այս գաղթօջախում էլ ծավալվեց ազատագրական շարժումը արդեն 18-րդ դարի երկրորդ կեսի, եւ այդ շարժման հրավիրան նվիրյալ գործիչը դարձավ Հովսեփ Էմինը։ Հայտնի է, որ Հովսեփ Էմինը ծնվել է 1726 թվականին Պարսկաստանի Համադան քաղաքում, վաճառականի ընտանիքում։ Նախահայրերը Հայաստանից տեղահան են արվել Շահ Աբասի կողմից հայերի բռնագաղթի ժամանակ։ Փոքր տարիքում նա զրկվել է մորից, իսկ հայրը առևտրական գործերով մեկնել է Հնդկաստան։ Այդ պատճառով էլ նրա դաստիարակության գործում մեծ դեր է խաղացել Պապը, հատկապես հայրենիքի եւ հայ ժողովրդի մասին իր պատմություններով։ Տարիներ անց Էմինը տեղափոխվում է հոր մոտ, Հնդկաստան, հաստատվում Կալկաթայում, որտեղ էլ ավարտում է անգլիական դպրոցը։ Հնդկահայ գաղութն այն տարիներին ամենակազմակերպված եւ ամենաուժեղ հայկական գաղթօջախն էր աշխարհում։ Հնդկաստանում հավաքված հայ առևտրականները արժանավայել մրցակցում էին աշխարհում իրենց տիրապետությունը հաստատած անգլիացիների հետ։ Հայերը թեև մեծապես նպաստել էին, որպեսզի անգլիացիները մուտք գործեն հնդկական շուկաներ, սակայն ժամանակի ընթացքում նրանք օգտագործելով իրենց ռազմական ուժը սկսեցին դուրս մղել հայերին այդ բնակավարից։ Հայերն սկսում էին գիտակցել, որ անգլիացի առևտրականի թիկունքում կանգնած է նրա հզոր պետությունը։ Ուստի մրցակցությանը դիմագրավելու եւ նոր շուկաներ որոնելու պարտադրանքը ստիպում էր ըմբռնել սեփական պետության կարևորությունն ու պայքարել նրա ազատության համար։ Դեռ պատանեկան տարիքում Հովսեփ Էմինը հետևելով անգլիական զորքերի զինավարժություններին հանգում է հայրենիքի ազատությունը զենքի միջոցով ձեռք բերելու գաղափարին։ 19 տարեկան էր, որ ընդունվեց Կալկատայի անգլիական կոլեջը։ Այս կոլեջը նրան տվեց անգլիական կրթություն, ծանոթացրեց նրան անգլիական գրականությանը եւ
շատ ընթերցասեր էր, չափազանց հրապուրված էր անգլիական գրականությամբ եւ կարևոր նշանակություն ունեցավ նաեւ այն հանգամանքը, որ դպրոցին կից կար անգլիական մի զորանոցը, որը փայտե պատվարով էր բաժանվում դպրոցից, սակայն ձայները լսվում էին աջ, ձախ, առաջ, հետ, զենքը վեր, զենքը ներքև, եւ Էմինը ժամեր շարունակ դասերից բացակայելով, խուսափելով ճեղք էր գտել, որ այդ զանգապատից նայում էր զինվորներին հրապուրված էր նրանց զորախաղերով։ Էմինի փաստորեն իր զրուցակիցն էր ամենօրյա եւ հեռավոր Հայաստանի մասին իր մտորումները կիսում էր իր մեծ հոր հետ, որը ասում էր, թե գիտես, իհարկե հիանալի կլիներ Հայաստանի ազատագրումը, բայց մենք մեր գործը առևտուրը պիտի լինի, մտքիցդ հանի այդ բաները, հեքիաթները հանի։ Էմինը տոգորված էր զինվորական դառնալու եւ Հայաստան ազատագրելու գաղափարներով։ Նա փայփայում էր եվրոպական զինվորական կրթություն ստանալու երազանքը, իսկ առևտրական հայրը բազում հորդորներով, անգամ սպառնալիքներով փորձում էր որդուն հետ պահել իր կարծիքով խոթոր ճանապարհից, սպառնալով անգամ նրան զրկել ժառանգությունից։ Անհոգ-դողդ Էմինը առանց հոր համաձայնության նստելով մի անգլիական նավ, որպես սևագործ բանվոր 1795 թվականին հայտնվում է Լոնդոնում։ Այստեղ նա առանց գումարի ու տաքախուստի էր եւ միայն ճակատագրի ու բազմաթիվ հանգամանքների զուգադիպությամբ հանդիպում է անգլիացի հայտնի գրող ու հասարակական գործիչ Էդմոնդ Բյորքին եւ նրա ու Նորդումբլենդի դքսի միջնորդությամբ ընդունվում է Վուլվիչի ռազմական ակադեմիա։ 4 տարի նա աշխատում է տարբեր տեղերում, բեռնակիր, դռնապան, իսկ ապա փոստատար եւ գրագիր։ Այս 4 տարվա ընթացքում նա փորձում է նախ լեզուն անգլերենը գիտեր, բայց նրա դժվարություն է սպասվում, որովհետև ռազմական ուսումնական հաստատությունները առանց հեղինակավոր մարդկանց միջնորդությամբ չէին ընդունում։ Եվ հա վերջապես 1755 թվականին նա ծանոթանում է նշանավոր գրող հրապարակախոս Էդմոնդ Բրքի հետ եւ նրա միջոցով նաեւ անգլիական շրջանների, լորդերի, կոմսերի հետ եւ շրջանը ընդլայնվում է, հենց այս շրջանում է, որ նա նշանավոր ստեղծագործողների աշխատություններն է կարդում եւ առաջնորդվում առաջադեմ գաղափարախոսությամբ։ Շուտով նրանով հետաքրվում է արքայազնը, որը փորձում է անպայման տեսակցել նրան նշանավոր հասարակական գործիչների միջնորդությամբ եւ Էմինին վերցնում է իր հովանավորության տակ։ Էմինը սկզբից էլ ներկայացնում է արքայազնին իր ազատագրական նպատակները, խնդիրները Հայաստանի հետ կապված, ապա արքայազնի հովանավորությամբ 1755 թվականին ընդունվում է Լոնդոնի Վուլվիչի ռազմական ակադեմիան։ Հենց այստեղ սովորելու տարիներին մոտ 13 ամիս նա մեծ գիտելիքներ է ձեռք բերում, հմտանում է ուրեմն հրանոթի նախ գործունեության մեջ եւ ամրոցաշինության մասնագիտությամբ։ Նա իր գրած նամակներում բացատրում էր, որ ռազմական գիտությունը սովորում է միայն հայրենիքի թշնամիների դեմ կռվելու համար եւ շուտով վերադառնալու է հայրենիք եւ լծվելու է այդ գործին։ Այդ նպատակով յուրացնում է ռազմական գործը եւ բրիտանական բանակի սպայի կոչումով մասնակցում անգլո-ֆրանսիական 7-ամյա պատերազմին։ Նա մերժում է Բրիտանիայում մնալու առաջարկը, պատասխանելով, որ ինքը պետք է գնա Հայաստան եւ ազատագրի այն։ Փորձեց հանդիպել Անգլիայի վարչապետին, որը հայտնի պետական գործիչ էր, Ուիլյամ Պիտ Ավակին։ Պարզվեց, որ ռազմաճակատում եղած ժամանակ նա շատ էր խորհել Հայաստանի ազատագրության հարցի շուրջ եւ եկել էր այն եզրակացության, որ երկիրը, որը կարող էր օգնել Հայաստանին հասնելու իր երազանքներին ազատագրությանը, դա կարող է լինել Անգլիան։ Ուիլյամ Պիտը բազմազբաղ մարդ է, Անգլիայի վարչապետն է, սակայն ուշադրությամբ լսեց Էմինին եւ նրան հայտնեց հետեւյալ Էմինի համար շատ անցանկալի իրողությունը։ Անգլիան այս պահին չունի որևէ շահագրգռվածություն պատրաստելու
եւ Հայաստանի հարցի ազատագրության հարցը կարգավորելու եւ միևնույն ժամանակ շատ խոհեմաբար թվում է թե այսպես ընտառաջելով Էմինին նախորդ էր տալիս թողնել այդ գաղափարները իջնել երկնքից երկիր իրողությունը հետեւյալն է որ այժմ հնարավոր չի կազմակերպել այդպիսի որևէ մի քար գործողություն պետք է Էմինը ունենա շատ խոհեմություն եւ կատարի իր հանձնարարությունը իսկ նա առաջարկում էր երկու կարևոր ասենք խնդիր առաջինը կարող էր Էմինը մնալ Անգլիայում դառնալ զինվորական կատարել զինվորական ծառայություն եւ երկրորդ եթե ինքը վերադառնա Հնդկաստան ապա ինքը կմիջնորդի որպեսզի Էմինը ծառայի գաղութային իշխանություններում Հնդկաստանի անգլիական գաղութային իշխանություններում Էմինն ասել է որ Աստծո կամքն է որ պիտի կատարվի եւ ես ինձ նվիրեցի Հայաստանի ազատագրության խնդրին Էմինը հրաժարվեց օգնությունից որ առաջարկում էր Անգլիայի վարչապետը սակայն այստեղ զրույցներից եւ վարչապետի հետ զրույցներից եւ քաղաքական ու դիվանագիտական կորպուսի ծառայողների հետ զրույցներից Էմինը հասկացավ որ պետք է նախ եւ առաջ գնալ այն երկիրը որը ինքը երազում էր ազատագրելու բայց տեսնելու այդ երկիրը ինչ երկիր է դա գրքային էին նրա պատկերացումները ինքը գիտեր դա զրույցներից իր մեծ հոր եւ հարևանների հետ Դավիթ բեկ, սունեցիներ, արցախցիներ, ղարաբաղցիներ մի խոսքով Էմինի որոշումը ճիշտ էր եւ վճռական Էմինը որոշեց ճանապարհորդել Հայաստան 1760 թվականին Էմինը գալիս է հայրենիք, իրագործելու իր կյանքի գերագույն նպատակը՝ Հայաստանի ազատագրումը։ Ճանապարհորդելիս նա հայկական Ջինիս գյուղում մի գյուղացու հարցնում է, թե ինչու նրանք ազատ չեն, իսկ վերջինս պատասխանում է, որ իրենց ազատությունը այլ աշխարհում է լինելու։ Հովսեփ Էմինը գյուղի քահանային հանձնելով խորենացու հայոց պատմությունը, հորդորում է այն կարդալ ու պատմել իր հոտի բոլոր անդամներին։ Նա ուղղակի ռոմանտիկ էր պատկերացնում իրադրությունը մտածելով թե արևմտահայությունը ամբողջությամբ պատրաստ է եւ սպասում է ուղղակի մի առաջնորդի կոչի որպեսզի ոտքի կանգնի ապստամբի թուրքական պետության դեմ իսկ արևելահայությունը պարսկական դերապետության դեմ բայց հուսախաբություն ապրում եւ տեսնում է իրոք բնակչության դժվար եւ աղքատ վիճակը եւ հուսահատությունը ընդհանուր Այստեղ նույնիսկ Կարինի գյուղերից մեկում նա կարդում է գյուղացիներին Մովսես Խորենացու հայոց պատմությունից մի հատված ողջևորելով նրանց եւ ասելով որ Աստված բոլորին հավասար է ստեղծել, ուստի պետք է պայքարել գերությունից ազատագրվելու համար։ Իսկ ապա հիշատակում որ հայերը թագավորներ են ունեցել, իշխաններ, որ հզոր պետություն է եղել Հայաստանը Այն ամենայնիվ նա արևմտյան Հայաստանից անցնում է արևելյան Հայաստան եւ երկրորդ անգամ հուսախաբվում նրան լավ ընդունելություն չի ցուցաբերվում մեջ միացնում հայոց կաթողիկոս Հակոբ Շամախեցին որը զգուշավոր անձնավորություն էր չափազանց որոց հույսեր տալիս է, բայց շուտով հուսախաբ է անում, ասելով որ պայմաններ չկա ազատագրական պայքարի համար եւ Էմինին խորհուրդ է տալիս դիմել Ռուսաստան։ Ինքն էլ Հակոբ Շամախեցին նամակ էր գրել ռուսաստկայսրուհի Ելիզավետային, նշելով որ անպայման Ռուսաստանի հովանավորության տակ վերցնի հայոց Հայաստանը։ Ուսումնասիրելով իրավիճակը տեղում Լինելով Կարինում, Բայազետում, Էջմիածնում, Էմինը արագորեն հասկանում է, որ հայության ազատագրումը դյուրացնելու համար հզոր դաշնակիցներ են պետք։ Իր բարեկամների միջոցով Էմինը անձնագիր է ստանում ու հանձնարարականներ եւ 1762 թվականին մեկնում է Պետերբուրգ։ Այստեղ նա բանակցություններ է վարում ցարական կառավարության ներկայացուցիչների հետ։ Մի տարի մնալով Պետերբուրգում Էմինը եկել էր այն համոզման, որ Հայաստանի ազատագրումը հնարավոր է իրականացնել ռուսական կայսրության օժանդակությամբ։ Նա տեսակցում է Որոնցովին, այստեղ Անգլիայի դեսպանի միջոցով Ռուսաստանում տեսակցում է Որոնցովին, որը
իր տանն է ընդունում Էմինին, Էմինը ներկայացնում է նրան իր ծրագրերի մասին, որոնցով ողջևորվում այդ ծրագրով, ներկայացնում է Ելիզավետա կայսրուհուն, որը իմիջայլոց շատ բարյացակամ էր վերաբերվում հայերի հետ, նշելով, որ ինքը սիրում է այդ ազնիվ ազգին եւ գտնում է, որ անպայման պետք է օգնել նրան։ Սակայն դրանից հետո արդեն նա մնում է Պետերբուրգում, Էմինը տեսակցում է հայ նշանավոր գործիչների հետ, հենց հետագայում արդեն Մոսկվայում Հովհաննես Լազարյանի, այստեղ նաև արցախցի իր հայրենակից արցախցի ազգական իր Մովսես Բաղրամյանի հետ եւ ապա հայկական շրջանների հետ տեսակցելուց հետո նա որոշում է մասնակցում է 1762 թվականի սեպտեմբեր ամսին Եկատերինա II-ի թագադրության արարողությանը, որոնցով նրան նաև նրա ծրագրերին ծանոթացնում է Եկատերինա կայսրուհու հետ, որը նույնպես ողջունում է եւ հույս է տալիս ազատագրելու Հայաստանը նաև Ռուսաստանի օգնությամբ։ Այս ամենից հետո Էմինը որոշում է մեկնել իրադրությանը Վրաստանում ծանոթանալու համար եւ վերցնում է որոնցովից նաև հանձնարարական նամակ ուղղված Հերակլ II թագավորին, միաժամանակ այստեղ նա տեսակցում է Մոսկվայում հենց Գահազուրգ Թեյմուրազ II-ին, Հերակլ II-ի հորը, որը նույնպես նամակներ է տալիս նրան ուղղված որդուն, այնուհետև Էմինը տեսակցելով հայ մեծարուստ Հովհաննես Լազարյանի հետ, այնուհետև Մովսես Բաղրամյանի նյութական անհրաժեշտ օգնություն ստանալով մեկնում է Աստրախան, Աստրախանում նրան են միանում 30 կամավորական ուրեմն ջոկատը 30 հոկանոց հայ, որոնք պատրաստ էին Հայաստանի ազատագրության համար մինչև վերջ կռվելու եւ այս ջոկատի ուղեկցությամբ Էմինը 63 թվականի փետրվարին ժամանում է Թիֆլիս։ Ճանապարհին մի փոքրիկ դեպք է ունեցավ, որը ինձ թվում է շատ հետաքրքիր կլինի մեր հեռուստադիտողներին իմանալու։ Ղզար քաղաքում, որը հայկական ստվար բնակչություն ուներ, նրան հյուրընկալեց հայտնի Ավան Հայրապետի այրին, արդեն ծերացած մի իշխանուհի, որը ապրում էր իր դերատի թորնուհու Մարիամի հետ։ Այստեղ Էմինը, որ ինչպիսի փոթորիկներից էր անցել, կարծես թե հրապուրվեց երիտասարդ օրիորդով եւ կարող էր հանկարծ նրանց մեծ սիրավեպ առաջանալ եւ Էմինի ծրագրերը, Էմինի բոլոր երազանքները իջիկ էին դառնում։ Սակայն հանուն իր մեծ ծրագրի այս չափած տղամարդը պիտի մեջ մերցներ, զսպեր այդ հանկարծակի պորտքումը, սիրո արտահայտությունը Մարիամի նկատմամբ պիտի հեռանար։ Եկա Վրաստան։ Էմինը հույսեր է կապում վրաց Հերակլ թագավորի հետ, ով տոհմական ծագմամբ կապված էր հայ Բագրատունյաց թագավորների հետ։ Վրաց թագավորի հեղինակությունը տարածվել էր նաև եվրոպական երկրներում։ Էմինը զարգացնում էր հայ եւ վրացական ուժերը միացնելու եւ համատեղ ուժերով թշնամու դեմ պայքարելու գաղափարը եւ նույնիսկ միացյալ թագավորություն ստեղծելու խնդիրը։ Էմինի պատկերացումները Հերակլի մասին իդեալիստական էին։ Այսինքն նա պատկերացրել էր մի իդեալական թագավորի, որը իրականության մեջ այդպես չէր։ Անշուշտ Հերակլը խելոք մարդ էր, չափազանց խորամանկ, չափազանց այսպես իր հաշիվները գիտեցող, նա Էմինի մեջ տեսավ մարդու, որից կարող էր օգուտ քաղել։ Էմինը նրա մեջ չտեսավ մարդու, որը կարող էր դառնալ հայ ազատագրական պայքարի ղեկավարը։ Նա շատ շուտ հասկացավ։ Վրաց արքան սկզբում գրկաբաց է ընդունում Հովսեփ Էմինին, փորձելով նրան ներգրավել իր քաղաքական ծրագրերում։ Հայ գործիչը առաջարկում է նրան պատանիների եւ երիտասարդների համար կազմակերպել ռազմական ուսուցում, որպեսզի նրանք լծվեն ազատագրության պայքարին։ Էմինի նպատակը վրաց թագավորության աջակցության պայքարելն էր թուրք ու պարսիկ իշխանությունների դեմ եւ Հերակլի տիրակալության տակ միավորել հայկական հողերը։ Փաստորեն Հերակլ II-ը համամիտ էր Էմինի ծրագրերին, քանզի անձամբ ցանկանում էր թոթափել կախվածությունը Պարսկաստանից եւ հաստատել իր գերիշխանությունը Անդրկովկասում։ Հերակլ II-ը նույնիսկ 2 անգամ բախվեց եւ պարտության մատնեց Երևանի պարսիկ խանին։
Շուտով Հերակլ երկրորդի հրահանգով Էմինը սկսում է վարժեցնել վրա զորքերը նախապատրաստելով պատերազմին։ Էմինը անգամ կապեր է հաստատում Արևմտյան Հայաստանի գործիչների հետ։ Մասնավորապես Մշո Սուրբ Կարապետ վանքի վանահայր Հովնանը Էմինին խոստանում է Ալաշկերտի հովտում հայ-վրացական բանակի Երևանում պես զենքի կոչել բազմաթիվ հայերի։ Սակայն այն բանից հետո, երբ Հերակլի եւ Էմինի նամակատարը Երևանում ձերբակալվում է, իսկ Հովնանին հասցեագրված նամակները հայտնվում են Երևանի խանի ձեռքում, վրաց թագավորի եւ Էմինի ճանապարհները բաժանվում են։ Հերակլ երկրորդը դրա համար առիթ է դարձնում ամենայն հայոց կաթողիկոս Սիմեոն Երևանցու նամակը, որով վեհապարը հորդորում էր արկածախնդիր եւ հայ ժողովրդի համար վտանգ ներկայացնող ծրագրեր կազմող Էմինին չաջակցել։ Հերակլ արքան հայտարարում է հայ գործչին, թե իբր հայոց կաթողիկոսը առաջարկել է հեռացնել Էմինին Վրաստանից, թեև իրականում Սիմեոն կաթողիկոսի նամակում նման բան չկար։ Ինքնին հասկանալի է, որ կաթողիկոսի նամակը որոշ իմաստով պարսկական իշխանության թելադրանքով էր գրվել։ Ընդհանրապես մեր գրականության մեջ որոշ պատմաբաններ Սիմոն Երևանցուն փորձում են բացասական ներկայացնել, որ դեմ է եղել ազատագրական պայքարին, որ հալածել ազատական շարժման կոզիչներին, հարցը դրա մեջ չի անշուշտ, դա լավ չհասկանալու արդյունք է կաթողիկոսին։ Կաթողիկոսը դեմ էր այն մեթոդներին, մարտավարությանը, որը ժողովրդին բաղաժան ոտքի կհանեն եւ ժողովրդին ծանր դրության մեջ կդնեն։ Որպես կաթողիկոս հայոց հայրապետ ինքը անշուշտ երազում էր Հայաստան ազատագրության մասին եւ ինքը նախանձախնդիրի էր, բայց ոչ այն նորից եմ կրկնում մարտավարության, որ Էմիները գալիս գնում են, իսկ ժողովուրդը մնում է։ Սա կաթողիկոսի խոսքն էր եւ հորդորը զգուշ լինել, հեռու մնալ։ Եվ նա շատ խիստ, չափազանց խիստ մի նամակ գրեց Հերակլին, առաջարկելով անմիջապես հեռացնել Էմինին եւ թույլ չտալ, որպեսզի նա այլևս մնա երբևիցե Վրաստանում։ Եվ Հերակլը առաջարկեց Էմինին հեռանալ։ Սկսվեց Էմինի թափառումները։ Նա փորձեց անցնել Ռուսաստան, սակայն դեպի Հյուսիսային Կովկաս գնալու ժամանակ չեչեների մոտ ծանր հիվանդացավ թոքերի բորբոքումով։ Ամբողջ մի տարի ինքը այստեղ բուժվում էր, չեչեները նրան կարողացան առողջացնել, ի նշան շնորհակալության ինքը չեչենական զորամասեր էր վարժեցնում։ Չեչեները զբաղվում էին անդադ ավարարորական արշավանքներով դեպի Վրաստան, դեպի Կանձակ, դեպի Պարսկաստան։ Այդպիսի հերթական արշավանքներից մեկի ժամանակ Էմինը որոշեց հետ վերադառնալ Հայաստան։ Ավելի կոնկրետ հետ վերադառնալ Ղարաբաղ։ Էմինը հիասթափված, բայց ոչ երբեք հուսահատված հայտնվում է Արցախում, հույս ունենալով Ղարաբաղի կիսանկախ մելիքներից իր ծրագրերն իրականացնելու գործում աջակցություն գտնել։ Եվ իսկապես, Արցախում Էմինին ազատասեր արցախցիները գրկաբաց ընդունեցին։ Խամսայի մելիքությունները պայքար էին մղում թուրք-պարսկական նվաճողների դեմ, եւ Հովսեփ Էմինն այստեղ առիթ է ունենում ցուցադրելու իր ռազմական կարողությունները։ Գանձակի խանի դեմ պայքարում Հովսեփ Էմինը օգնեց Գյուլիստանի մելիք Հովսեփին Գետաշենի մատույցներում ջախջախելու թշնամուն։ Սակայն Էմինի ծրագրերին Արցախում էլ վիճակված չէր իրականություն դառնալ։ Անկոտրում մարտիկն ու հայրենասերը հաշվի չէր առել մի կարևոր հանգամանք։ Ժողովուրդը գաղափարապես ու հոգեբանորեն պատրաստ չէր համաժողովրդական պայքարի, այլ կերպ, այսինքն փոքրամասշտաբ ընդվզումներով անհնար էր հասնել անկախության։ Այստեղ նա տեսակցում է Մելիք Հովսեփի միջոցով նաև մյուս մելիքներին, սակայն հիշենք, որ այդ ժամանակ Խամսայի մելիքությունները միավորելու Հովսեփ Էմինի փորձը ձախողվեց, քանի որ դեռևս Շահնազար II-ը, Մելիք Շահնազար II-ը Վարանդայի այդ հայտնի մելիքը դավաճանել էր եւ Փանահ խանին հրավիրել եւ Փանահ խանի եւ Իբրահիմ խանի միջոցով պարակտել էր մելիքության ուժերը եւ Հովսեփ Էմինի փորձերը նա տեսակցեց նաեւ Իբրահիմ խանին,
փորձ անել միավորելու Մելիքների ուժերը չհաջողվեց, որտեղ նրանց մեջ հակասությունները չափազանց մեծ էին։ Այս ամենից հետո 1768 թվականին այստեղ նորից Սիմոն Երևանցու այդ հալածական խաղաղանությունը նորից գործեց, իմանալով Էմինի տրամադրությունների մասին, նա Մելիքներից պահանջեց անպայման Պարսկաստանի, Վրաստանի ներքաղաքական վիճակները, պահանջեց հրաժարվել Հովսեփ Էմինի օգնությունից եւ նրան վտարել Արցախից։ Հետագայում Էմինը դարձյալ հայտնվեց Վրաստանում, սակայն Հերակլ II-ը նրան հեռացրեց երկրից։ Կա տեսակետ, որ հենց այդ պատճառով ավելի ուշ 1795 թվականին Էմինի նկատմամբ Հերակլ II-ի նման վերաբերմունքը եղավ պատճառը, որ Արցախի մելիքները վրեժ լուծեցին վրացարքայից եւ միացան Թիֆլիս արշավող պարսկական բանակին։ Հնդկահայերի հանգանակած միջոցներով Էմինը դարձյալ փորձում է զորք հավաքել ու վերադառնալ Հայաստան, որտեղ Սուրբ Կարապետ վանքի վանահայրը պետք է կազմակերպեր համաժողովրդական ընդվզում։ Նա անգամ որոշ ժամանակ բնակություն է հաստատում Նոր Ջուղայում, սակայն նրա այդ ծրագիրը նույնպես խափանվում է, այս անգամ էլ Երուսաղեմի հայոց պատրիարքության նվիրակ Հովհաննես եպիսկոպոսի պատճառով։ Նրան խոստացել էին գումար տրամադրել արդեն բանակ ստեղծելու համար, Էմինը լուր ստացավ Խոյում եւ Սալմաստում արդեն ուժեր կային, բանակը պատրաստ սպասում էր, միայն նյութական օգնություններ պետք, նա ժամանեց, սակայն տեսավ, որ նախայդօգնությունն էլ ժամանակին չհասավ, հրաժարվեց նաև այդ մտքից, հեռացավ Հնդկաստան եւ 1700 ուրեմն 73 թվականին Մադրասում մասնակցեց Մադրասի խմբակի գործունեությանը, չափազանց օգտավետ աշխատանք կատարելով գաղափարախոսության ազատագրական շարժման ներարկելու տեղի կոնկրետ ուժերի մեջ, նրանց ոգևորելով, նրանք արդեն պատրաստ էին միջոցներ ծախսել, Շահամիրյանը նույն, այնուհետև Մովսես Բաղրամյանը դե մինչ այդ հայտնի գործերով էր հայտնի ազատագրական պայքարի, իսկ դրանից հետո նույնիսկ Խոջաջանյանը Գրիգոր մեծարուստ խոստացավ իր ամբողջ ունեցվածքի կեսը տրամադրել միայն Սիմոն Կաթողիկոսի հավանության արժանանալուց հետո, սակայն այստեղ էլ իհարկե նորից Երուսաղեմի նվիրակը որոշակի Կաթողիկոսի արդեն պահանջը իրականացնելով համոզեց նրանց հրաժարվելու Էմինի օգնությունից եւ Էմինը Մադրասում մնալով շուրջ 10 տարի աշխատանք ծավալելով որոշակի նախապատրաստական գործունեություն որոշեց հեռանալ Կալկաթա եւ Կալկաթայում էլ 83 թվականին հաստատվեց, այստեղ չհրաժարվեց երբեք իր Հայաստան ազատագրելու գաղափարներից մտքից, նորից կապեր էր պահպանում Մելիքների հետ, շարունակում էր նամակագրական կապերը, այդ հայ նվիրյալ գործիչը նորից բորբոքվեցին հին երազները, Էմինը նորից իր տարերքի մեջ է, երբ ծանոթացավ Շահամիր Շահամիրյանի հետ, որը Մադրասում ստեղծել էր ազատագրական խմբակ եւ Էմինը ներգրավեց այդ խմբակի մեջ։ Ամենայն հավանականությամբ Մադրասի հրադարագություններում, հատկապես Որոգայթ տարածքում, որոշակի դեր եւ ազդեցություն ունեցել նաեւ Էմինը, իր Եվրոպա է տեսել, կարգերը գիտի, իր հորդորներով եւ իր նկատառումներով։ Էմինը վերադարձավ այն զբաղմունքին, որից ինքը հեռացել էր, այսինքն առևտուրը, Պարսկաստան վերադարձավ, նորից հետ եկավ Հնդկաստան եւ հաստատվեց Կալկատա քաղաքում, որտեղ էլ գրեց իր նշանավոր շատ կարևոր հուշերը։ Էմինի մասին պատմագրությանը հայտնի է իր իսկ գրքից, որը նա գրել է անգլերեն ու հրատարակել 1792 թվականին Լոնդոնում, հայազգի Հովսեփ Էմինի կյանքը եւ արկածները վերնագրով։ Հեղինակն այս գրքի հրատարակմամբ երկու նպատակ է հետապնդել. նախ Եվրոպայի ժողովուրդներին ծանոթացնել Հայաստանի ազատագրության խնդիրներին եւ երկրորդը հայ երիտասարդների շրջանում սեր արթնացնել հայրենիքի նկատմամբ ու դյուրացնել նրա ազատագրության գործը, սակայն Էմինն իրավացի է իր գրքի վերնագրում օգտագործելով նաեւ արկածներ բառը։
18-րդ դարի հայ ազատագրական շարժման նշանավոր ներկայացուցչի ամբողջ գործունեության մեջ որոշ ռոմանտիկ ու արկածային բնույթ կա, քանի որ նա չուներ երկրի ազատագրության ոչ հստակ ռազմավարություն եւ ոչ էլ հատկապես գաղափարական հիմնավորվածություն։ Այնուհանդերձ նա հայ ժողովրդի պատմության այդ շրջանի ամենաառաջադեմ եւ հայրենասեր գործիչներից մեկն էր։ Էմինը թողեց չափազանց լավ ժառանգություն, նրա թորնուհին Էմինը 1918 թվականին վերահրատարակեց իր մեծ հոր հուշերը եւ ընդհանրապես պարսկահայերը, հնդկահայերը եւ ինչու՞ չէ ամբողջ մեր ժողովուրդը խորին երախտագիտությամբ է հիշում հայ ազատագրական պայքարի այս անխոնջ մարտիկին, որը իր ամբողջ կյանքը, գիտակցական, երիտասարդական կյանքը նվիրեց մի գործի, որը սակայն հայտնի պատճառներով հաջողություն չունեցավ այդ էտապում։ Այս նվիրյալ գործիչի անունը, նրա գործունեությունը մնաց պատմության մեջ եւ իբրև ազատագրական շարժման նվիրյալ մեծ հայրենասեր, որ իր գործունեությամբ եւ իր ընդհանուր գաղափարախոսական հայացքներով մնայուն տեղը գրավեց ազատագրական պայքարի ռավիրաների շարքում։ Հովսեփ Էմինը կյանքի վերջին տարիներն անցկացրեց Հնդկաստանում եւ մահացավ 1809 թվականի հոկտեմբերի 2-ին Կալկաթա քաղաքում։ Թեև ինքն անձամբ հաջողության չհասավ եւ չտեսավ սիրելի հայրենիքն ազատագրված, սակայն նրա նետած ազատության սերմերը առողջ էին եւ հետագայում նոր ու առատ բերք էին տալու, դառնալու էին հայրենիքի ազատության համար պայքարի մի նոր ու հզոր սերնդի ծնունդի նախադրյալներից։ Ինտերնետը նոր տարում ավելի շատ է